Կան անհատներ, որոնք կարծես իվերուս նախասահմանված առաքելություն ունեն, իրենց իմաստավորված գործունեությամբ, ապրելակերպով և քայլերով օրինակ ծառայել մյուսներին։ Նրանց օրն ու ժամը իմաստ են ստանում և տարիները բոլորվելով վերածվում են տարիքի, որն ամբարում է անժխտելի հեղինակություն, մեծ վաստակ և անսասան նվիրում։ Without truth, there cannot be peace. Առանց ճշմարտության չի կարող լինել խաղաղություն, եւ ես այստեղ եմ խոստանալու, որ չեմ դադարեցնելու պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը։ Այդպիսի եզակի անհատ է Թաներ Աքչամը։ Նա մարդկային խիղճն ու քաջությունը մարմնավորող դեմքերից է, ով ազգությամբ թուրք լինելով հանդերձ չվախեցավ դիմակայելու իր ազգի պատմական ծանրագույն բեռին։ Թաներ Աքչամը համարվում է ժամանակակից Թուրքիայի պատմագրության մեջ այն առաջին մտավորականներից, ով բացահայտ ու աներկբա կերպով ուսումնասիրեց և բարձրաձայնեց հայոց ցեղասպանության ոճրագործությունների մասին։ Դրա աշխատանքը խորը ոգեշնչում է ցույց տալու, որ ճշմարտության և արդարության փնտրտուքը չունի ազգային կամ քաղաքական սահմաններ։ Նա ցուցաբերել է բացառիկ քաղաքացիական քաջություն և ինքնաքննադատություն, հանդես գալով իր երկրի պաշտոնական ժխտողական քաղաքականության դեմ։ Թաներ Աքչամը իր կյանքով ցույց է տալիս, որ մարդկային արժանապատվությունը, բարոյականությունը և պատմական ճշմարտության պաշտպանությունը ավելի բարձր են, քան ազգային պատկանելությունը կամ պետական քաղաքականությունը։ Նա օրինակ է ոչ միայն հայերի համար, այլև ցանկացած մարդու, ով պատրաստ է վտանգել իր բարեկեցությունը հանուն մեծ ճշմարտության հռչակման։ Recognition of the crime. Հանցագործության ճանաչումն անհրաժեշտություն է, առանց այդ ճանաչման ապագա սերունդները եւս չեն կարող առաջ շարժվել։ Դրա կյանքի ուղին և մասնագիտական հանձնառությունը չնայած բոլոր դժվարություններին ոգեշնչող օրինակ են, թե ինչպես կարելի է պայքարել արդարության համար։ Ինչպես նշել է ինքը, Աքչամը, իր հայրը իր մեջ սերմանել է միայն մեկ բան՝ պատմել ճշմարտությունը և պայքարել արդարության համար։